Սիրելի հայրենակիցներ, մայիսի 7-ին շատերս մասնակից դարձանք Աժդահլիճում անցկացվող նորաձև կրթված բռնապետիկը թեմայով մաստեր կլասին։ Կասեք ինչ կապ ունի մաստեր կլասը օրվա քննարկվող հարցի հետ, ուղիղ կապ։ Բացատրեմ ինչպես, ինչին եք դժգոհ, բռնապետ թե բռնապետիկին։ Բացատրեմ ինչպես, ինչ կատարվեց, ինչու վարչապետն այդպես մեղմասած հունից դուրս եկավ։ Օրվա իշխանությունները ամեն տեղ ու ամեն ժամ թմկահարում են, թե իրենք երկիրը դարձրել են ժողովրդավարության բաստիոն, երկրում արմատախիլ են արել կոռուպցիան։ Այս պնդումները դարձրել են իրենց բրենդը, բայց իրականության մեջ իրենց թիմակիցներն ու գործընկերները ամեն օր իրենց գործողություններով հակառակն են ապացուցում։ Իրենք այդ ամենը լավ հասկանում են քիչ է, այս ընդդիմադիրներն էլ մյուս կողմից անընդհատ երեսով են տալիս։ Ամեն օր կոռուպցիոն մի նոր սկանդալի ժողովրդավարության խախտման մի նոր փաստի մասին են բարձրաձայնում։ Բա էլ ոնց դիմանան այս ամանին, բա էլ ոնց ունից դուրս չգան։ Էլ ոնց չդիմեն մաստեր կլասին, այն էլ նորաձև կրթության մեթոդներով։ Պարոն Նահապետյան, դուք նշեցիք, թե չգիտեք ինչ է քաղաքական կոռուպցիան, բայց հուսամ գիտեք, որ վարչական ռեսուրսի կիրառումը իշահ իր ու իր կուսակցության իշխանության պահպանման նույնպես կոռուպցիայի դրսևորում է, թե դա էլ չգիտեք։ Այժմ օրեցօր խորացող կոռուպցիայի դրսևորումներից մեկի կրթությունը նորաձև է նախաձեռնության մասին։ Դրա շրջանակներում անց է կացվել հաղորդակցության հմտություններ խորագրով վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթաց, որի մի քանի բաղադրիչը համոզիչ հաղորդակցում, պատմելու արվեստ ուղղակիորեն ներկայացվեցին ԱԺ-ում մաստեր կլասով։ Այսինքն, այդ ինչ հմտություններ եք սովորեցնում մասնակիցներին, ինչպես գործած մեղքերի համար ապագա պատասխանատվությունից խուսափելու համար հիմքեր ստեղծելու նպատակով նախընտրել խեղճարիֆի ու տգետի կարգավիճակը, ինչպես թքել քաղաքացու վրա որջվերի պես, ինչպես Հովիկ Աղազարյանի բնութագրմամբ ստվեր չառաջացնող դատարկություն լինելով հայհոյել պատգամավորին ու չկմեղանալ, ինչպես վիրավորել լրագրողին ու խուսափել պատասխանատվությունից, ինչպես թաղապետով ու թիմով ծեծել հասարակական ակտիվիստին ու հենց ծեծվողին կալանքի տանել, էլ որն ասեմ, էլ որը։ Բա վարչական ռեսուրսի կիրառմամբ կոռուպցիա չի, երբ հասարակական նախաձեռնության երկու բանախոսների համար պետական միջոցներից այդքան ռեսուրս է ծախսում, նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով։ Որևէ մեկը կարող է մեկ այլ հասարակական շարժում կամ նախաձեռնություն նշել, որի գործունեությունն այդքան պետական աջակցություն ստանա։ Ինչու են պետական կառույցներն ապահովում մասնակիցների ներկայությունը, ինչու են մասնակիցներից հավաքվում հեռախոսները, պայուսակները, նույնիսկ ժամացույցները։ Մենակ թե չասեք, թե վարչապետի կամ նրա կնոջ անվտանգությունն են ապահովում։ Չէ՞ որ մեկն այդ պահին հանդես է գալիս ոչ թե որպես վարչապետ, այլ որպես բանախոս, իսկ մյուսն էլ պաշտոնապես գրանցված ամուսին չի։ Սա դեռ քիչ է, Աննա Հակոբյանը հայտարարում է, թե իրենց արշավի նպատակը մարդկանց տգիտության ճիրաններից ազատելն է։ Բա որևէ մեկ իրեն չի ասել, որ մյուս բանախոսը Փաշինյանն ինքն է խոստովանել իր ու կառավարության տգիտությունը, կամ մասնակիցները գիտեն, որ իրենց հավաքել են, որպեսզի իրենց հանեն տգիտության ճիրաններից։ Փաստորեն տգետը իր տգիտությամբ հանում է մյուսներին տգիտության ճիրաններից։ Խելքի հաշեցեք։ Հաջորդը, որքանով են այդ թեմաները համաձայնեցված օրենքով սահմանված ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի հետ։ Համաձայն ՀՀ կրթության օրենքի, կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած հայրենասիրության, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատվում է ազգային ժողովում։ Հիմա հարց. ԱԺ-ի հաստատած կրթական որ պետական ծրագրի մեջ են տեղավորվում այն թեմաները, որոնք ներկայացվում են հասարակական այդ շարժման ընթացքում։ Հետևել եք արդյոք ինչ կրթական ծրագրի են համապատասխանում այդ թեմաները։ Համապատասխանում են արդյոք թե կա կոռուպցիոն ռիսկ, ախր ինչպես ստուգեք, եթե խոսքը վարչապետի ու նրա տիկնոջ մասին է։
Ունի արդյոք այդ նախաձեռնությունը համապատասխան հավաստագիր նման գործունեություն ծավալելու համար։ Արդյոք նախաձեռնության թեմաները հաստատված են լիազոր մարմնի կողմից, չէ՞ որ կրթական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության կոնկրետ կրթական ծրագիր նախապես հավաստագիր պետք է ստանա։ Ով է տվել շարժմանը նման հավաստագիր։ Կարող եք ներկայացնել այդ հավաստագիրը, թե չկա։ Հիմա սա կոռուպցիայի դրսևորում չի, բա ինչ է, երբ նիկոլիզմի թեզերը ասել է, թե ԿՊ կուսակցության գաղափարախոսության թեզերը դարձել են նախաձեռնության թեմաներ եւ պետական միջոցներով, իշխանական պարտադրանքի միջոցով կուսակցության գաղափարախոսության թեզերի ներկայացման համար հանրությանը պարտադիր բերում են այդ հանդիպումներին։ Դիմում եմ հակակոռուպցիոն կոմիտեին, ձեզ եմ դիմում։ Ճշտեք նման ծրագրի հավաստագրի արկայությունը, այն ներկայացրեք հանրությանը։ Ճշտեք պետական աջակցության չափն ու օրինականությունը հասարակական այդ նախաձեռնությանը։ Իսկ ինչ է քաղաքական կոռուպցիան, պարոն Նահապետյան։ Դա ղեկավար անձանց պրակտիկա է, որոնց իշխելու շարժառիթը ոչ թե հանրային, այլ սեփական շահն է։ Դա քաղաքականությունների, ինստիտուտների ու կանոնագրերի մանիպուլյացիա է, որ նպատակ ունի պահպանելու իշխանությունը, հարստությունն ու կարգավիճակը չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը։ Այժմ քաղաքական կոռուպցիայի դրսևորման մեկ ուրիշ դեպքի մասին։ Նոր-Նորքի թաղապետի ու նրա թիմի կողմից հասարակական ակտիվիստին ծեծելն արդարացնելը, եթե քաղաքական կոռուպցիայի դրսևորում չէ, ապա ինչ է։ Իսկ ինչ էր կատարվել։ Ընդհանրապես ակտիվիստը ցույց էր տվել, թե ինչպես են բյուջեի գումարները մսխվում համայնքային մանկապարտեզի կառուցման անորակ շինարարական աշխատանքներ կատարելով։ Հիմա սա է ձեր թմբկահարված կոռուպցիայի դեմ պայքարն ու արմատախիլանելը։ Թե համարձակություն չունեք բարձրաձայնել Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների խայտառակ վարքի մասին, ել չեմ ասում մի հատ SMS ուղարկել, պահանջել աշխատանքից ազատվելու դիմում գրել, թեև նրանք պետք է հեռացնել ու քրեական գործ հարուցելու նման վարքագծի համար։ Դե դա դուք հո չեք կարող անել, որովհետև ձեր գործընկերները դուրս կգան կոալիցիայից եւ կկորցնեք Երևանում ձեր իշխանությունը։ Իսկ իշխանություն պահելը ձեր միակ նպատակն է։ Ինչ են ժողովրդավարական արժեքները իշխանություն պահելու ձեր մոլուցքի հետ համեմատած, իհարկե ոչինչ։ Եթե քաղաքական կոռուպցիայի դրսևորում չկա, ապա ինչու քաղաքացու նկատմամբ իտես ողջ հանրությանը բռնություն գործադրածը ոչ միայն չի հեռացվել, այլ նաև արդարացվել է իրենց կուսակիցների հայտարարություններով։ Իսկ ԿՊ-ից եւ ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը բացի Տիկին Բաթոյանից չի քննադատել այս երևույթը։ Բա երբ խոսում եք ժողովրդավարության համար ձեր պայքարից, ինքներդ ձեր ասածն ու արած իրար կողք չեք դնում, թե ձեր խոսքն ու գործը իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Ինչպես Տիկին Դատախազը երեք հարցերին պատասխանեց հայտարարելով, թե ինքը իրավաբան է եւ շատ լավ գիտի նախաքննական գաղտնիքի խախտման արժեքը։ Բայց երբ հարցնում եմ, թե ինչու Հովիկ Աղազարյանի հեռախոսը որպես ապացուցողական հիմք հայտնվել է եւ նրա բովանդակությունը դառնալ նրան օգտագործվել է նրան սպառնալու գործիք, ինչու հեռախոսը հայտնվեց Փաշինյանի ձեռքում, վարույթ հարուցվել է թե ոչ, պատասխանում է ոչ, չի բացվել։ Հիմա էլ դուք, պարոն Նահապետյան, ասում եք, թե ԲԴԽ անկախ մարմնին SMS-ով պաշտոնից ազատելը վարչական ռեսուրսի կիրառման կոռուպցիա չէ։ Ահա սա է ձեր մասնագիտական աշխատանքի գնահատականը, որ տալիս եք ինքներդ ձեզ։ Դուք ինքներդ եք ապացուցում, որ կարևորը մասնագիտական ճիշտ գործունեություն ծավալելը չի, այլ կառավարության հրահանգները հլու հնազանդ կատարելը։ Հակառակ դեպքում դուք էլ պաշտոնից ազատման մի նոր SMS պահանջ կստանաք։ Եթե սա քաղաքական կոռուպցիա չէ, ապա ինչ անուն կտաք դուք, ձևակերպեք ինքներդ։ Բայց միևնույն է, համոզված եղեք, որ այս իշխանությունների օրերը հաշված են եւ դուք էլ չեք խուսափելու ձեր կատարած սխալների համար պատասխան տալուց։ Ուրիշի աչքի փուշը տեսնում եք, բայց ձեր աչքի գերանը չեք տեսնում։ Իսկ աչքից չհանված գերանը հենց աչքի տիրոջն է առաջինը վնասելու եւ թույլ չի տալու, որ գտնեք մյուսների աչքի փուշը։